այս եւ նմանատիպ այլ դատական նիստերի մասին, երբ կավարտվի այս շղթան ըստ ձեզ եւ արդյոք կավարտվի հաշվի առնելով Փաշինյանի վստահեցումները, որ իրենք ամուր են, տոկուն են եւ փոխել են ապագան արդեն այսօր է փաստորեն։ Եթե տոկուն են, ինչ են ամեն օր խոսում դրա տոկունության մասին, կամ եթե իրանք ունեն վստահության այն մակարդակը, բա ինչի է նրանց կազմակերպված միջոցառումները բացառապես հիմքում ունեն վարչական ռեսուրս, որը ոչ միայն մենք ենք ասում, այլ նաև արտահայտված է փողոցներով, լուսանկարներով, տարբեր այլ հիմնավորումներով, որոնք մեր քաղաքացիների համար դառել են արդեն իսկ սովորական, սրանց բերելով, քշելով, տարբեր միջոցառումների մասնակից դարձնելով եւ այլն։ Երկրորդը ձեր հարցը ունի շատ կարճ պատասխանային տեսանկյունից, որ այս ամեն ինչը կապված է բնականաբար քաղաքական դերակատարից, այդ դերակատարը Փաշինյանն է եւ բնականաբար սա շղթան կարող է ավարտել այն ժամանակ, երբ որ Փաշինյանի գլխավորած կառավարությունը այլևս չի լինի եւ նրա բերած բարքերը, որը շատ բնորոշ է ավտորիտարիզմին, իրենց էլեմենտներով պարզապես կհեռացվեն։ Այս ամեն ինչը, որը նաև այս տարվա ընթացքում է ուղեկցում, սկսած Սրբազան պայքարի ներկայացների ազատազրկմամբ, վաղը դատական պրոցեսներով Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանին, երկուշաբթի օրը արդեն Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչն է, դրան հաջորդելու է նաև Միքայել Սրբազանի գործով վերաքննիչը, ինչը իդեպ իշխանությունը ամեն կերպ ձգձգում է եւ այդ դատական նիստը անդադ հեռացնում է իրականությունից, բայց մենք կրկնում եմ, անդադ գտնվելու ենք այս շղթայի մեջ այնքան ժամանակ, քանի կա Փաշինյանը, տարբեր դատաներում փոխվելու են թիրախները, փոխվելու են մարդիկ, որոնք քաղաքական հետապնդման են ենթարկվելու, բայց այս process-ը շարունակվելու է մինչև քաղաքական հանգուցալուծում։ Պարոն Աբրամյան, տեսեք, դուք խոսում եք Փաշինյանի հեռանալու մասին, Փաշինյանն էլ խոսում է օրինակ Կտրիչ Ներսիսյանի, այսպես ասած, Գարեգի երկրորդի վեհափառ հայրապետի իր բնորոշմամբ անունազգանով է, ավազանի անունով է դիմում, իբրև թե ուզում է անհարգալից լինել վեհափառի հանդեպ, ամեն դեպքում նրա հեռացման մասին է խոսում եւ նշում է իր ուզելով չի, Սերժն էլ չէր ուզում, հա այդպես ասեց երրորդ նախագահի նկատի ունենալով, կհաջողի այս անգամ։ Գիտեք, նախ ես կարծում եմ, որ դրանց պետք է աշխատել չցիտել, ամեն դեպս այն ձևակերպումները, որոնք ներկայացում են, այն ինչ որ իրենք ասում են եւ փորձում են կամ մտածում են, որ դա վարկաբեկիչ է, դա վարկաբեկիչ չի, եթե մարդիկ մինչեւ այդ հոգեվոր կյանք ունեցել են անուններ, այդ մարդիկ այնպես չէ, որ այդ անունը մոռացան են տալիս, բայց խնդիրը այն է, որ կա հոգեվոր դաշտում կարգավիճակ, այդ կարգավիճակից բխող նաեւ անվանումներ եւ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այդպես նրանց չանվանելով ոչ թե իրեն է բարձրացնում կամ վարկաբեկում է դիմացին, այլ ըստ էության հասարակության առաջ ցույց է տալիս իր իրական դեմքը։ Դա վերաբերում է ոչ միայն կաթողիկոսին, դա վերաբերում է նաև տարբեր հոգեորականներին եւ այդ հոգեորականների դիմելաձևերին։ Դե գիտեք, այս տեսանկյունից հանրությունը, եթե նույնիսկ նրա մի հատված լռում է կամ տարբեր իրավիճակներում հարկ չի համարում իր դիրքորոշումը արտահայտելու, դա չի նշանակում դեռ, որ մարդիկ չեն հասկանում կամ այս իրողության մեջ չեն կարող գնահատել իրական իրադրությունը, ու մի կարևոր հանգամանք էլ, տեսեք, այդ իրադավ հոգեորականների հետ կապված հիմա, երբ որ սրանք խոսում էին արժեքային համակարգի մասին, խոսում էին բարոյական նկարագրի մասին, իրենք հասարակության համար այդ իրադավ հոգեորականների միջոցով ներկայացրին ընտրությունը, ասել են, թե իրենք ինչն են ուզում ինչով փոխել։ Եվ հանրությունը ստեղծված իրավիճակում իր դիրքորոշումը արտահայտում է հայ առաքելական եկեղեցու միջոցառումների իրենց ներկայացության, մասնակցության, որոնք վերջին 6 ամիսների ընթացքում գոնե իմ գնահատմամբ շատ ավելի մեծ են դարձել եւ եթե մարդը նույնիսկ հրապարակային խոսք չի հնչեցնում, բայց հոգեորական տարբեր միջոցառումների ժամերգություն կլինի, պատերակ կլինի կամ այլ ձևով մասնակցություն ունի, երբ որ գայսի ներկայությունը ապահովում է, նաև բնականաբար նաև իր մոտեցումն է արտահայտվում այսօրվա իրողություններին եւ ըստ էության մերժում իշխանության այն մոտեցումները, որոնք այսօր դրված են հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների համատեքստում։ Իսկ ինչ վերաբերում է երրորդ նախագահի հետ կապված իր
խոսքերին կամ հայտարարություններին, ապա հասարակությունը տեսել է, թե ինչ էր այդ ժամանակ հայտարարում գործող իշխանությունը, ինչ էին հայտարարում դրանց գործող դեմքերը, ինչ էին խոս տալիս հասարակությանը եւ ի վերջո որ կետին բերեցին եւ հասվեցին եւ այսօրվա օրով իրենց մերժված օրակարգը, որը հասարակության կողմից չունի ընդունելություն եւ չունի աջակցություն, դա այն գնահատականն է, որը 2018-ին իրենք ունեցել են, փորձելով խաբել, զրպարտել, մարդկանց լրիվ այլ խոստումներ տալ, բայց ժամանակը ցույց է տվել, որ հասարակությունը լրիվ այլ բան է ստացել։ Այսինքն չի հաջողի այս անգամ, պարոն Աբրահամյան։ Մեր հասարակությունը հայ առաքելական եկեղեցուն ցուցաբերած իր սատարմամբ եւ օժանդակության, ես վստահ եմ, որ ամեն ինչ անելու է փլուզելու այս իշխանության այն հայցակարգը, որ այսօր կոնկրետ հայ առաքելական եկեղեցու դեմ գործում է, եւ դա յուրաքանչյուրից է կախված, սա միայն քաղաքական ուժերի կամ ակտիվ քաղաքական դերակատարների խնդիրը չէ։ Մեր հասարակությունը իր դիրքորոշումը իր մասնակցությամբ իր ներկայությամբ արտահայտել է եւ արտահայտելու է դրանով փշրելով այս իշխանության այն երազանքը, որը դրված է եկեղեցու դեմ գործողությունների համատեքստում։ Անկամ դրսի աջակցության պարագայում։ Առավել եւս դրսի աջակցության, որովհետեւ կրկնում եմ, եթե նույնիսկ շատ բան մեր քաղաքացին այսօր չի արտահայտում իր մտածածի կամ իր զգացածի մասին, շատ բան կա, որ դա ամենապատե պահին մեր քաղաքացին իր ներկայությամբ արտահայտում եւ իր սատարումը դրսևորում է։